Ես Ցոլակ Հակոբյանն եմ, բժիշկ, հոգեթերապևտ։ Եվ այժմ ողջունում եմ ձեզ իմ Alter Ego հոգեբանական օգնության կենտրոնից։ Ու առաջարկում եմ հետաքրքիր հոգեբանական աշխատանք։ Միայն թե ամենասկզբում խնդրում անջատեք հեռախոսները, թող ձեր հարազատները այլևս ձեզ չխանգարեն, թույլատրեք օձիքները եւ հարմար տեղավորվեք սովորական աթոռին, բազմոցում, բազկաթոռում, էական չէ։ Կարևորն այն է, որ դուք ցանկացած դիրքում ձեզ զգաք ապահով, անվտանգ, իսկ դրան հասնում ենք, երբ թույլատում ենք մարմնի մկանները, այսինքն ամբողջ մարմինը։ Թույլ տվեք, որ ձեր ձեռքերը հանգստանան, թույլ տվեք, որ ձեր ոտքերը հանգստանան, ամենակարևորը հանգստացրեք դեմքը, թող ճակատը դառնա հարթ, շնչեք կիսաբաց շրթունքներով, ազատեք լարվածությունից պարանոցի մկանները, ուսագոտու, կրծքավանդակի, մեջքի, որովայնապատի, կոնքագոտու, թույլ տվեք, որ բոլոր այս մկանները, ջլերը, հոդերը հանգստանան եւ դադարեն ռմբակոծել իրենց ազդանշաններով ուղեղը, զբաղեցնեն ուղեղը։ Դա շատ կարևոր են այդ ազդանշանները, մենք դրա հաշվին ենք կարողանում նստել, քայլել, վազել, բայց հիմա դրա կարիքը չկա, ինչ որ ճիքեր գործադրելու, լարվելու, ընդհակառակը։ Ինչքան ավելի հանգիստ կլինեք, այնքան ավելի լավ, ավելի հեշտ է ընկալվում ինֆորմացիան։ Երբ սկսեցին ձեր ձեռքերը մի փոքր ծանրանալ, եւ հետո ծանրանում են ոտքերը, դա շատ լավ է, ուրեմն դուք արդեն պատրաստ եք այսօրվա մեր աշխատանքին։ Իսկ ես ցանկանում եմ, որ դուք սկսեք փոխվել դեպի լավը։ Կարողանաք ձեռք բերել նոր ունակություններ, հմտություններ, նոր սկզբունքներ, հետ թողնելով ձեր այն համոզմունքները, որոնք խանգարում են առաջընթացի։ Նորը կբերի հաջողություն եւ կկարողանաք վերականգնվել, առողջանալ, իրագործել ձեր լուսավոր ծրագրերը եւ հասնել հաջողության։ Հիմա ես հիշեցի մի հետաքրքիր պատմություն, որը կարդացել եմ 5 գրքերում։ Ասում են, որ մի արևելյան մեծ երկրի թագավորը հանկարծ հիվանդանում է մի տարօրինակ հիվանդությունով, կորցնում է ուրախությունը։ Ոչինչ այլևս նրան չի հետաքրքրում, չի զվարճեցնում, չի կարողանում նույնիսկ ժպտալ, էլ չեմ ասում ծիծաղելու մասին։ Ոչ իր հարեմի գեղեցիկ կանայք, ոչ հարստությունը, ոչ համեղ ուտելիքը, այլ զվարճությունները եւ այլն նրան ուղղակի չեն հետաքրքրում։ Եվ ամեն օր կարծես թե կյանքը դրա մեջ մարում է։ Այսօր մենք ասենք, որ դրա մոտ դեպրեսիա է սկսվել։ Տխուր տրամադրություն, անհույսություն, ամեն ինչի նկատմամբ անվստահություն, ապագան ընդհանրապես չի երևում, անհույս վիճակ։ Այդ գրքում գրված է, որ թագավորը օրեր իր անցկացնում է իր ոսկեզօծ պատերով նջասենյակում, պարկած անկողնում, հենված մետաքսե վարձերի վրա եւ աստիճանաբար կրկնում եմ, կարծես կյանքը նրա մեջ մարում է։ Ոչ մի տեղ եւ ոչ մի բժիշկ չեն կարող նրան օգնել։ Հետո մի ուրիշ հարևան երկրից հրավիրում են մոտ մի մասնագետի, նա գալիս է, հետազոտում է թագավորին ու հայտնում է իր ախտորոշումն, ասում է, գիտեք, դուք կորցրել եք ձեր երջանկությունը եւ որպեսզի նորից վերադառնաք կյանքի, վերականգնվեք եւ ձեր մեջ մտնի ուրախություն, պետք է հագնեք երջանիկ մարդու շապիկ ու նույն վայրկյանին նորից երջանկությունը կվերադառնա ձեզ։ Բնական է, որ թագավորը հենց այդ պահից սկսված բազմաթիվ իր ծառաներին ուղարկում է երկրի ամենատարբեր անկյունները, տարբեր քաղաքները, գյուղերը մի պայմանով
գտնել երջանիկ մարդ ու ինչ գիներն առաջարկի, գնել նրա շապիկ։ Ծառաները ազնվորեն կատարում են հրամանը, որտեղ տեսնում են մի ժպտացող անձնավորություն, մի ուրախ մարդ մոտենում հարցնում է, երջանիկ ես դու, թե ոչ, եւ միշտ ստանում են նույն պատասխանը ոչ։ Պարզվում է, որ բոլորը ունեն ինչ-որ մի դառ, դժբախտություն, անհաջողություն, որն իրենց խանգարում է լինել երջանիկ։ Որոշ ժամանակ հետո այս տարաները հոգնած եւ ուզված, վախեցած, որ կպատժվեն, հավաքում են եւ վերադառնում են թագավորի պալատը, բայց ճանապարհին հանկարծ մի դաշտում տեսնում են ժայռերը նստած մի երիտասարդ հովիվ, որը արածացնում է իր ոչխարի հոտը, շվի է նվագում, ծիծաղում է, ուրախ երգ է երգում, բնական է վերջի փորձն են կատարում, մոտենում եւ հարցնում են երջանիկ ես։ Իսկ նա պատասխանում է ես երևի աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Դե ասում են շուտ վաճառի մեզ քո շապիկ։ Երիտասարդ հովիվը բարձրացնում է իր հագուստը, ասում է շապիկ չունեմ։ Տարաները ասում են, եթե դու չունես դրամ, դու փող չունես, որպեսզի մի հատ շապիկ գնես, ուրեմն դու դժբախտ մարդ ես։ Իսկ նա պատասխանում է, ոչ։ Դժբախտ են այն մարդիկ, ովքեր անընդհատ մտածում են դրա մասին, թե ինչ չունեն։ Նրանք անընդհատ ֆիքսված են դրա վրա։ Ինչն է իրենց կյանքում պակասում։ Դրա մասին են մտածում, տանջվում են։ Ես ուզում երջանիկ ապրել։ Ես ընդհակառակը իմ ամբողջ ուշադրությունն ուղղում նրան ինչ ունեմ, գնահատում եմ այն ինչ կա իմ կյանքում։ Ես ունեմ գեղեցիկ կին, որ ինձ սիրում է, ունեմ լավ ընտանիք, ունեմ լավ երեխաներ, երեկան ինձ սպասում է համեղ ընթրիք։ Ես ամենաերջանիկ մարդն եմ եւ ցանկանում եմ երջանիկ լինել։ Ու կլինեմ։ Այս խոսքերը հասցնում են թագավորին, ասում է, որ նա մի 3 օր մտածում է, հետո գալիս է մի հետաքրքիր համոզմունքի, հասկանում է, որ ամեն մարդ ինքը պետք է գտնի, ձևավորի իր երջանկության շապիկը, որ ամեն մեկի երջանկությունը այդ գաղտնիքը նրա աչքերում է, իսկ ավելի ճիշտ նրա սրտում, որտեղ սրտով էլ կարելի է տեսնել։ Մենք պետք է քո շուրջը լավ նայես, ու մեկ էլ գուցե գտնես երջանկությունը շատ մոտ, պետք չի շատ հեռու գնալ։ Երևի ճիշտ էր Մարկեսը, որ ասում էր, երջանիկ են այն մարդիկ, ովքեր պարում են, երբ ոչ ոք չի նայում, երգում են, երբ ոչ ոք նրանց չի լսում։ Աշխատում են այնպես, կարծես աշխատում են ոչ փող աշխատելու համար։ Եվ վերջապես ապրում են այնպես, կարծես թե արդեն ապրում են դրախտում։ Իսկ դուք ձեռքը դրեք ձեր բարիկի գլխին, շոյեք նրա մազերը կամ ձեր թոռնիկի, ու գուցե դրանում կգտնեք երջանկությունը։ Միայն թե սրտով նայեք։ Իսկ գուցե երջանկությունը գտնեք ձեր ընտանիքի ջերմության մեջ, կամ լավ ընկերների, սիրո, հետաքրքիր աշխատանքի։ Երբ իմ պացիենտները ասում են, որ իրենք երջանիկ չեն, կամ համարում են իրենց դժբախտ, ես նրանց մի հասարակ տեստ եմ առաջարկում։ Թուղթը բաժանում եմ 2 մասի եւ ասում եմ, այդ ձախ մասում գրեք ձեր բոլոր դժբախտությունները, ձեր բոլոր անհաջողությունները։ Աչից գրեք բոլոր լավ բաները, որ ձեր կյանքում կան, այն բոլոր գործոնները, որոնք մարդուկ իսկապես դարձնում են հաջողակ, երջանիկ, ուրախ, գրում են։ Հետո երբ միասին վերլուծում ենք, իրենք էլ են զարմանում։ Հավատացնում եմ ձեզ, միշտ աչքոմը ավելի մեծ է լինում, ավելի երկար է լինում ցուցակը։
լավ ապրելու համար ավելի շատ գործոններ են լինում։ Մենք դա պետք է տեսնել։ Իզուր չէ որ հայտնի հոգեթերապևտ Միլտոն Էրիքսոնն ասում էր, երբ դուք զբոսնում եք պարտեզում, կարող եք տեսնել գեղեցիկ ծաղիկներ կամ մոլախոտ։ Նայեք ձեր սրտով ու տեսեք այդ գեղեցիկ ծաղիկները։ Եվ վերջապես վաղուց է հայտնի։ Եվ դուք կհամաձայնեք ինձ հետ, երբ մարդը ցանկանում է երջանիկ ապրել եւ շատ է ցանկանում, ապա միշտ էլ հասնում է երջանկության։ Ինչն էլ ես հենց ձեզ եմ ցանկանում։